Ողջույն իմ սիրելի հետևորդներ ջան, այս անգամ տեսեք ինչ բնական, տնական հյութ եմ պատրաստել, պահածոյացրել եմ ծիրանը գիլասով և ուզում եմ տեսանյութով ձեզ ներկայացնել։ Ուրեմն բավականին շատ ծիրան ունեի, մեր լավ գյուղացիների շնորհիվ ծիրանի արկղի երեսը ամենասիրուններն էին դասավորել, տակի մասը լրիվ կարկուտի խփած էր ու հասած, թանկ ամուսինս բերեց, երեսի շերտից մի քիչ ծախեցինք ու էս լրիվ մնաց։ Հիմա բերել եմ էստեղ ընտրել եմ, մի քիչ գիլաս ունեմ, պինդ հատիկները կոմպոտ կանեմ, իսկ փափուկներով ջեմ կեփեմ։ Շատ պետք չի, դեռ ծիրանի սեզոնը նոր է սկսվում, այնքան եմ բերելու մինչև հոգնեմ, նույնիսկ բանկաներս չեն հերիքելու։ Տեղավորեմ բանկաների մեջ ու հյութը կպահածոյացնեմ։ Մայրիկս միշտ ասում է, միայն ծիրանից միշտ հյութը մքվում է և տհաճ է լինում, դրա համար պարտադիր մայրիկս միշտ գիլասի հատիկ էր լցնում ծիրանի այս հյութի բանկաների մեջը։ Ես նույնիսկ եղել է դեպքեր, երբ լիմոն եմ կտրել գցել, որպեսզի գույնը բաց լինի, հետո չմքվի, բայց ոչ մի փոփոխություն չելավ։ Այդ իսկ պատճառով պարտադիր գիլասը կլցնեմ։ Յուրաքանչյուր բանկայի մեջ չեմ էլ նայել, թե ինչքան ծիրան եմ ավելացրել, ինձ պետք էր այնքան որ վերջացնեի, մի քիչ գիլասի հետ լցրել եմ և յուրաքանչյուր բանկայի համար ավելացնում եմ 300 գրամ շաքարավազ։ Կաթսայով ջուրը արդեն գազին է, տաքացել է, այստեղ էլ թեյնիկով էլի տաք ջուր եմ լցնում, լրացնեմ բանկաները, երկուսն էլ հավասար ջերմաստիճան է լինում ու այսպես տեղավորեմ, որպեսզի մի քիչ եռալու ընթացքը կարճ տևի։ Եռալուց հետո, քանի որ կորիզով է, եռացնելու եմ 15 րոպե։ Կտեղափոխեմ շորի կտորի վրա, այսպես կգլորեմ, որպեսզի շաքարավազը ամբողջությամբ հալվի ու քանի որ կորիզով է, կծածկեմ մի փոքր տաք աջալով, կթողնեմ գիշերը կմնա, ամբողջությամբ չեմ ծածկում, երեսից այնքան որ աջալը գցելու եմ ծածկոցը, այսպես կմնա, առավոտ կբացեմ։ Ահա սիրելիներս, տեսեք ինչքան սիրուն կոմպոտ է ստացվել, գիլասի գույնը բավականին գեղեցկացրել է հյութի գույնը, շատ անուշ պահածո է ստացվել, դուք էլ փորձեք, շատ համեղ է ստացվում։ Մնացած փափուկ ծիրանը, որի վրա նաև կարկուտի խփած հետքեր կային և կորիզն էլ պտղամիսից չէր առանձնանում, այդ պատճառով որոշեցի, որ դնեմ այսպես եփեմ։ Լավ մի քիչ այս փայտե գդալով, թիակով լավ տրորել եմ, հյութ է դուրս տվել ու դրել եմ գազին։ Կեփեմ մինչև զգամ, որ նույնիսկ կեղևը կարելի է փլավքամիջով քամել։ Ահա տեսեք սիրելիներս, մնացել է մինչև առավոտ, ճիշտն ասած էլի գույնի համար մի քիչ լիմոնի աղ եմ ավելացրել, մի 2 պտղունցի չափով, որպեսզի գույնը այսպես բաց մնա, բայց դե ջեմ է, ինչ էլ ստացվի, տնական է, շատ լավը կլինի։ Ուրեմն որոշեցի, որ ջեմը փլավքամիջով չքամեմ, այլ մեջից ջոկեմ կորիզները հանեմ, այսպես ձեռքի հետ տրորելով, ջոկելով ամբողջ կորիզը դուրս հանեցի։ Ուզում եմ մեծ կտորներ լինեն ջեմի մեջ և այդ վրայի փոքր կարկուտի կտորները եթե կերևան, այդ խփած մասերը, ձեռքի հետ մեկ-մեկ կջոկեմ ու կհանեմ։ Շատ հարմար է այդ ձև, ոչ պավիլոյի նման, հենց ջեմ, որ իր կեղևն էլ մեջը լինի, սիրում եմ նման ջեմերով ռուլետներ թխել կամ տորթերի արանքը լցնել։ Դե քանի որ ջեմը հաստատ տակը կպնելու է, այսպես մի երկաթե թիթեղ ունեմ, դա դնում եմ և տեղափոխում գազի վրա։ Ուրեմն մոտավորապես այստեղ ավելացրել եմ 2 կգ շաքարավազ, բայց համ եմ արել մի քիչ էլի թթու է։ Թող եփվի, երբ կիսով չափ եփված կլինի, միգուցե խտանա, քաղցրությունը նոր երևա, ես կավելացնեմ շաքարավազը։ Էսա տեսեք, այսենց այս կարկուտի խփած կեղևի վրայի կոշտուկները արդեն առանձնացած են, սենց մեկ-մեկ հատ-հատ կջոկեմ, կհանեմ, որը որ կպատահի։
Ահա սիրելիներս, մի ժամ գիշերը եփել եմ, անջատել եմ, հիմա այսպես նորից դրել եմ եփվելու։ Կեփվի այնքան ժամանակ, մինչև կպնդանա, կդառնա ջեմ։ Բաժանորդներ ջան, ուրեմն տեսեք, ինչ օրի եմ, մինչև մայրիկիս հետ սուրճը խմեցի, այդ ընթացքում ընկել էինք մեր հիշողությունների գիրկը, լավ ու վատ օրերից խոսեցինք ու մոռացել եմ, որ ես ջեմ ունեմ գազի վրա ու այս օրն էր ընկել։ Եկա, չշարժեցի, չխառնեցի, գդալը շարժեցի, տեսա արդեն կպել է, էլ ձեռք չտվեցի, դե դատարկեցի, ուրիշ կաթսա։ Այն որ կատակով ասում են, այսքան պլյուսի մեջ բա մի հատ մինուս չլինի։ Սա էլ այդ մինուսը, բայց իր լավ կողմն էլ ուներ, ձեզ ցույց կտամ, թե ինչպես եմ հեշտությամբ մաքրում։ Այդ այրվածքին ձեռ չենք տալի, չենք քերում, վրան մի քիչ ջուր ենք լցնում ու դնում գազի վրա, եռացնում 5 րոպե։ Ու անմիջապես սենց մաքրվում է, տեսեք, նույնիսկ չեմ էլ քերել։ Դե դատարկած ջեմը փոխեցի կաթսան, դրեցի արդեն գազին, հիմա շատ ուշադիր, անընդհատ խառնում եմ, դե էլ կոֆե էլ չենք խմում, որ շեղվեմ, կեփեմ, վերջում արդեն ցույց կտամ հենց եփած վիճակում։ Երևի թե բոլորիս կյանքում էլ մի քանի անգամ նման դեպքեր եղել են եւ իզուր չի ասված եփող թափող։ Բոլորդ կփաստեք, որ մեր Հայաստանում շատ հեռուստաընկերությունում հենց այդպես գլումով է եփող թափող հաղորդում է վարում։ Անցյալ տարի աղջիկս նամակ էր գրել, որ ես ու ինքը մասնակցեինք, բայց այդպես էլ չստացվեց, իրենք չպատասխանեցին ու այդ ցանկությունը մնաց այդպես էլ անկատար։ Դե ափսեի մեջ լցրեցի, տեսակ թողել էի մի քիչ սառել էր, ամբողջությամբ սառը չէր, արդեն ջեմի համար նորմալ է։ Կաթսայի մեջ մի քիչ թույլ է երևում, բայց հիմա որ լցնեմ բանկաները, այսպես կթողնեմ կմնա, կսառի, լավ կպնդի, նոր կպահածոյացնեմ։ Ուրեմն տարբեր չափի բանկաներ բերեցի, փոքրերը հարմար են բացել թեյի հետ ուտելու, կարագով ուտելու համար, իսկ այս մի փոքր մեծերը ինձ հարմար է, որ խմորեղենի ժամանակ բացեմ ու օգտագործեմ, կլինի կարագում, ռուլետ, մի հատով ես միանգամից 2 ռուլետ եմ թխում ու այդ մի ջեմը 2-ին բավականացնում եմ։ Այսքանը սիրելիներս, բոլորիդ առողջ, ուրախ ձմեռ եմ ցանկանում, ով ինչ պահածոյացնի, թող ուրախ, անուշ վայելի։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։